Աստված բնության մեջ ամեն ինչ չափավոր է ստեղծել։ Եթե ուշադրություն դարձնենք, ամեն ինչի մեջ կա հող, ջուր, օդ եւ կրակ։ Ամբողջ բնությունը այս 4 տարերից է ստեղծված։ Բայց այնքան գեղեցիկ Աստված ամեն մի արարածի մեջ այդ 4 տարերի համադրել, որ ստացվել է ձուկ, ստացվել է թռչուն, թռչունը թեթև պետք է լինի, որտեղ օդում են ճահշում, հա։ Երկրի կենդանիները ծանր պետք է լինեն, ձկները լողան ջրի մեջ, այսինքն արարչության մեջ ամեն ինչ գեղեցիկ ու չափավոր է, գրամ առ գրամ դրված ամեն ինչ, որպես այդ չափավորությունը պահպանելով բնությունը կարողանա ներդաշնակությամբ գոյատևել։ Բայց տեսեք մարդը, որ ամենակատարյալ արարածն է արարչության մեջ, չէ, որ պիտի իշխի երկնքի թռչունների, ծովերի, ձկների եւ կենդանիների վրա։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Աստված երկնքում է իշխում, մարդը երկրի վրա է իշխում։ Աստված իշխում է հրեշտակների վրա, կարգավորում է երկնային դասերը 9 կարգավորությամբ, մարդն էլ իշխում էր երկրի վրա, կարգավում էր երկիրը, պիտի կարգավորեր։ Բայց տեսեք, մարդ Աստծո ամենաիմաստուն արարածը, Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդը առաջինն է հենց Աստծո դրված այդ կարգավորությունը ու չափավորությունը խախտում։ Բնության հետ չի վարվում այնպես, ինչպես արարիչն է ստեղծել։ Ադամը այդպես չէր։ Ադամը լավ էր ճանաչում բնությունը, անգամ կենդանիներին էր ճանաչում, որտեղ կենդանիներին անուն էր դնում։ Անուն դու ում կարող ես դնել, ում որ լավ ես ճանաչում, հա, որտեղ Ադամը իմաստուն էր։ Ամեն կենդանու էությունը իր խառնվածքը, իր բնավորության գծեր անգամ ճանաչում էր։ Կենդանիներին անուններ էր դնում։ Բայց անկումից հետո, մեղքից հետո մենք սկսեցինք այդ չափավորությունը չզգալ։ Բնությունը սկսեցինք անխնա կերպով սպառել։ Եվ այդ ընթացքում անցանք նաև մենք ինքներս մեզ։ Մենք էլ Աստծո կողմից ստեղծված չափավոր գեղեցիկ էակ ենք, հա։ Մենք պիտի լավ ճանաչենք նախ եւ առաջ մեր միտքը, հետո մեր մարմինը եւ հոգին, որպեսզի կատարյալ ներդաշնակությամբ կարողանանք ապրել։ Երբ որ դու զգում ես ինքդ քեզ լավ ես ճանաչում, հասկանում ես, որ չափավորությունը քո առողջ հոգով եւ մարմնով ապրելակերպի գրավականն է։ Բայց անչափությունը, ագահությունը, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, արծաթասիրությունը դա ագահություն է, չէ՞, բոլոր չարիքների մայրն է։ Արծաթասիրություն, այսինքն ագահություն։ Ամեն բանի մեջ ագահությունը շատ վատ է։ Երբ որ դու չափից ավել ես օգտագործում ինչ-որ մի բան, դու ի վնաս ես քեզ օգտագործում եւ չես կարողանում արարչությունը ճիշտ օգտագործել։ Ուրեմն ինչ է պետք չափավորության համար կամ ժուժկալության համար։ Պետք է աստվածային իմաստություն։ Դու պիտի ամեն ինչից վեր լավ ճանաչես ինքդ քեզ։ Միգուցե կամ բժիշկ պիտի լինես, կամ էլ լավ բժիշկների հետ խորհրդակցես, որ քեզ լավ ճանաչես մարմինդ։ Դու լավ հոգեբան պիտի լինես, իմաստասեր պիտի լինես, որ միտքդ լավ ճանաչես, եւ լավ աղոթասեր պիտի լինես, որ հոգիդ լավ ճանաչես։ Որտեղ մարդը միտ, հոգի եւ մարմին է։ Մարդը ինքն իր բժիշկը պիտի լինի, ինքն իր ուսուցիչը պիտի լինի, ինքն իր տերը պիտի լինի աղոթքով։ Երբ որ ինքը կառավարում է, իշխում է, ամեն ինչ մեջ չափավոր ժուժկա լինում, բայց երբ որ ընկնում է ագահության մեջ, որ ասում է, ստեղս լցվել է, բայց ստեղս չի լցվել։ Մարդու աչքը տեսնում է, ուզում է, բայց մարդու բնությունը, մարմինը, հոգին չի ուզում։ Մարդու հոգին ու մարմինը սիրում են չափավորություն,
Սիրում են ժուշկալություն, որտեղ մենք վայելում ենք ոչ թե քանակը, այլ որակն ենք վայելում։ Կերակուրի, նույնն էլ աղոթքի ոչ թե շատությունն ես վայելում, այլ քաղցրությունն ես վայելում։ Նույնն էլ մտքի, նույնն էլ հոգու, մարմնի, ամեն ինչի չափավորությունը շատ կարևոր է, ժուշկալությունը։ Եվ դրա մեջ կա որակը դու ապահովես։ Ուրեմն, ինչպես Աստված է ամեն ինչ չափավոր ու գեղեցիկ ստեղծել, ներդաշնակել է 4 տարերը, այնպես էլ մենք պետք է մեր մեջ ներդաշնակենք ամեն ինչ, չափավոր ու շուշկալ լինենք, թե մտածումների մեջ, թե խոսքերի, թե ուտելիքի, թե կյանքի մեջ, ամեն ինչի մեջ մենք չափավոր լինենք եւ Աստծո պատկերն ու նմանությունը մեր մեջ վառ կպահենք, ամեն